Եթե Իրանը սխալվի ու հարձակվի մեզ վրա, մենք կպատասխանենք այնպիսի ուժով, որն այդ երկիրը երբեք չի տեսել, հայտարարել է Նեթանյահուն Քնեսեթում քննարկման ժամանակ։ Խափանվել է Իրանի պետական հեռուստաալիքների արբանյակային հեռարձակումը, հաքերային հարձակման հետևանքով եթերում ցուցադրվել է Իրանի նախկին շահի որդի Ռեզա Փահլավիի ուղերձը իշխանափոխության կոչով։ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարությունն իր քաղաքացիներին զգուշացրել է չմեկնել 16 երկիր, այդ թվում Թուրքիա։ Նշվել է, որ մասնավորապես Մերձավոր Արևելքում հնարավոր ռազմական եւ քաղաքական լարվածությունը կարող է հանգեցնել թռիչքների, խափանումների, օդային տարածքի սահմանափակումների եւ անկանխատեսելի անվտանգության ռիսկերի։ Դաշնակիցների նկատմամբ մաքսատուրքերի կիրառումը բացարձակապես սխալ է, Մեծ Բրիտանիայի վարչապետն է ասել Թրամփին։ Մենք վճռական ենք պահպանել ամուր հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, ասել է Քիր Սթարմենը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրավեր է ստացել միանալու Գազայի հարցով խաղաղության խորհրդին եւ այդ հնարավորությունն ուսումնասիրվում է, հայտարարել է Ռուսաստանի առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հայտարարել է Գազայի հարցով խաղաղության խորհրդի ստեղծման մասին եւ խոստացել է շուտով հրապարակել դրա կազմը։ Դոնալդ Թրամփը նամակ է գրել Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահար Ստյորեին, նշելով, որ քանի որ իրեն չեն շնորհել խաղաղության Նոբելյան մրցանակ, նա այլևս պարտավորված չի զգում մտածել միայն խաղաղության մասին։ Հարգելի Յոնաս, հաշվի առնելով, որ ձեր երկիրը որոշեց չտալ ինձ խաղաղության Նոբելյան մրցանակ 8 պատերազմի եւ ավելին կանխելու համար, ես այլևս պարտավորված չեմ զգում մտածել միայն ու միայն խաղաղության մասին, չնայած այն միշտ առաջնային կլինի։ Այժմ կարող եմ մտածել այն մասին, թե ինչն է լավ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, գրել է Թրամփը։ Միացյալ Նահանգների դոլարի մասնաբաժինը համաշխարհային պահուստներում նվազել է հասնելով վերջին 20 տարվա ամենացածր մակարդակին եւ այժմ կազմում է մոտ 40%։ Վերջին 10 տարվա ընթացքում այս մասնաբաժինը նվազել է 18%-ային կետով։ Մինեսոտայում ակտիվիստները խափանել են եկեղեցում հոգևորականի գործունեությունը, որն ըստ լրատվամիջոցների Միացյալ Նահանգների ներգաղթի եւ մաքսային ծառայության պաշտոնյա է։ Մոլդովան դուրս կգա ԱՊՀ-ից գործակցությանը միանալու վերաբերյալ հիմնական համաձայնագրերի չեղարկումից հետո, հայտարարել է ԱԳ նախարար Միխայիլ Պոպշոյը։ Ճապոնիայի վարչապետ Սանայե Տակայիչին հայտարարել է, որ հունվարի 23-ին որոշել է լուծարել խորհրդային ստորին պալատը։ Պակիստանի Կարաչի քաղաքի առևտրի կենտրոններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով ավելի քան 60 մարդ համարվում է անհետ կորած։ Ավելի քան 24 ժամ մոլ է գնաց հրդեհի հետևանքով առնվազն 15 մարդ է զոհվել։ Սեդամ Ակարյան, Նոնա Գևորգյան, ABC Media։